Այս ձայնագրությունն այն մասին է, թե ինչպես է այսօր հենց հիմա Արմավիրում ՔՊ-ն պարտադրում ուսանողների մասնակցել իր նախընտրական հավաքին։ Ու դա անում է այս ձայնագրության մեջ Արմավիրի ՔՊ-ի ավականու անդամ, այսինքն պաշտոնատար անձ, որը բացահայտ չարաշահելով իր դիրքը, որպես դասախոս պարտադրում է ուսանողներին։ Երեխեք ջան, բարի երեկո։ Երեխեք ջան, վաղը ժամը 5-ին մեր Կարմիր ակումբի հրապարակում պիտի հավաքվենք երկու կուրսին էլ վերաբերվում է։ Ես հասկանում եմ, որ գյուղերից տեղից ունենք եկողներ, որ չի բացառվում, որ չկարողանան գալ։ Նրանք, ովքեր շատ հեռվից են գալի, հնարավոր է խնդիր չկա, ասենք, մի քանի հոգու բացակայություն ոչինչ, բայց նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը գալու, նամանավանդ քաղաքի բնակիչներ, խնդրում եմ, ես էլ եմ գալու ժամը 5-ին հրապարակում, ուղղակի այնպես չանեք, ինձ հանձնարարել են, որ ես ասեմ, ես էլ ձեզ եմ հանձնարարում, երեխեք, այնպես չլինի, որ ես գնամ կանգնեմ հրապարակում ու տեսնեմ, որ իմ երկու խմբից ոչ ոք չկա։ Նայեք, տեսեք, ես պիտի իմ տնօրինության երեսը բարձրանեմ, դուք էլ իմ։ Հա, երեխեք ջան, մոռացա ասեմ, համերգ կա լինելու։ Ինչու՞ չէ, համերգը կվայելեք, կդիտեք, լավ ժամանակ անցկացնեք, ուղղակի չգիտեմ ինչն է պատճառը, բայց նաև հանձնարարված է, որ մաքսիմալ շատ լինենք։ Դրա համար է հանձնարարված, որ բոլորիս ներկայությունը պարտադիր լինի։ Հիմա նաև ընթացքում ուսանողները հարցնում են եւ ասում են, որ գիտեն, որ Փաշինյանն է լինելու հավաքին։ Տեսեք հիմա ինչ է այս կինը, որի անունը ի դեպ Լուսինե Գրիգորյան։ Ես էլ շատ բան գիտեմ։ Եկեք չքաղաքականացնենք, ավելորդ ոչինչ չգրենք։ Ասվել է, գնում ենք հրապարակ։ Եղավ։ Իտալի ջան, որտեղ երբ գնա, չգնա, ժամը 5-ին հրապարակ, ինչքան դժվար ընկալեցիք, ինչ որ ասեցի։ Վայ։ Ասում եմ մի քաղաքականացրեք, ոչինչ ավելորդ բաներ մի գրեք։ Իմ ու ձեր քննարկելունը չի, գալիս է, ուր է գնում, ինչ ամ հասկացանք։ Գիտեք, ձեր մեջ ես ասում եմ մի քաղաքականացրեք, մի քննարկեք, դուք նորից շարունակում եք գրել, թե ուր, որտեղ, երբ է գնում։ Սա է ամբողջ հմայքը այն հանցավոր սխեման, որ ստեղծված է երկրում